Արդյոք հնարավոր է 300,000 նոր աշխատատեղ ստեղծել 5 տարվա ընթացքում։ Հարցնում են ինձ երբեմն մարդիկ, վերջին շրջանում, քանի որ քաղաքական դաշտում նման հայտարարություններ են եղել։ Պատասխանեմ հետևյալ հարցին տվյալ կերպ։ Նախ ասեմ, որ նման ծավալի 5 տարվա մեջ 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու համար իմ անձնական գնահատումներով տնտեսությունը պետք է այդ ընթացքում աճի առնվազն 30%-ով։ Այսինքն այդ ընթացքում պետք է ստեղծվեն լրացուցիչ գործարաններ, ինչ-որ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, բայց դա չենք քննարկում։ Չենք քննարկում նույնիսկ եթե դրանք կան, այդ աշխատուժը, այսինքն ոնց պետք է ստանա այդ կարողությունները, գիտելիքը, ունակությունները, որ այդ նոր ստեղծվող կազմակերպություններում աշխատի, դա էլ չենք քննարկում։ Մոտենանք համակարգչին, ես ընդամենը ցույց տամ փաստական տվյալներ վիճակագրության կողմից հրապարակված աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ եւ հասկանանք այդ բաշխվածության մեջ կարողանալու ենք արդյոք աշխատանքային ռեսուրսներից դիցուք են ասածս առաջի երկուսը կարողանում ենք անել։ Կարողանալու ենք արդյոք աշխատանքային ռեսուրսներից գեներացնել լրացուցիչ 300,000 զբաղվածություն 5 տարվա մեջ։ Եկեք մոտենանք համակարգչին եւ ցույց տամ։ Եվ այսպես, ըստ պաշտոնական տվյալների, սրանք 2024 թվականի տվյալներն են։ Աշխատանքային ռեսուրսները Հայաստանում կազմում են 2,463,100 մարդ։ Այսինքն սա 15 տարեկանից բարձր Հայաստանում ինչքան մարդ կա, ստեղ կապ չունի 15-ից բարձր 16 տարեկան է, 100 տարեկան է, հաշմանդամ չի, այդ բոլոր մարդկանց թիվը այս թիվն է 2,463,000։ Հիմա նայենք ըստ տարերի։ Աշխատուժը դրա մեջ կազմում է 1,368,700 մարդ։ Սրա մեջ մտնում են այն մարդիկ, որոնք զբաղվածներ են եւ գործազուրկներ են։ Այս մյուս թիվը աշխատուժից դուրս բնակչություն, սա այն թիվն է 1,94,000, որ չեն աշխատում եւ աշխատանք էլ չեն փնտրում տարբեր պատճառներով, հեսա հաջորդ թիվ կներկայացնեմ։ Այսինքն այս 2,463,000-ից 1,368,700-ը աշխատուժն է։ Աշխատուժի մեջ, ուրեմն զբաղվածների թիվը, որ աշխատում են այս պահին, այս թիվն է 1,186,700։ Գործազուրկների թիվը ընդամենը ասած, դա իրականում մեծ թիվ է 13%-ը, բայց 182,000 մարդ է։ Հիմա վերադառնանք ստեղ աշխատուժից դուրս բնակչությունը ձեզ կարա հետաքրքրի, թե այս ինչ թիվ է այսքան մեծ, 1,94,300։ Ուրեմն սրա տակ մտնում են սովորող 171,300 մարդ։ Ընդ որում ստեղ սովորող չի ասում ինչ տարիքի են, 15-ից բարձր, դե կարա ենթադրաբար դպրոցները հիմա 12 տարի է, կարա նաև օրինակ դպրոցական էլ ստեղ լինի։ Ուրեմն այս ՏՏ վարողը, այսինքն նշանակում է տնային տնտեսություն վարող 291,000 մարդ, տանը օրինակ երեխա է պահում, երեխա է խնամում, կամ եթե երեխան չի խնամում, ասենք ինչ-որ պատճառներով նախընտրում է չաշխատել, այսինքն սրանք մարդիկ են, որոնք աշխատանք չեն փնտրում, ըստ վիճակագրության տվյալների։ Եվ հետևաբար այս թվից շատ քիչ հավանական է, որ ինչ-որ զգալի, ինչ-որ փոքր քանակ գուցե ստացվի դուրս բերել, եթե օրինակ, չգիտեմ, մանկապարտեզները թիվը շատացնեն, կամ սոցիալական ծառայությունները փոխեն այնպես, որ շատ ծնողներ կարողանան դուրս գալ աշխատանքի, մանկահասակ երեխաներին թողնելով խնամքի կենտրոններում, գուցե այդ ժամանակ, բայց դրանք տնտեսության վրա լրացուցիչ ծախսեր ու բեռ են։ Գուցե այդ ժամանակ այս թվից հնարավոր լինի ինչ-որ քանակ անել, բայց չեմ կարծում, որ դա լինի օրինակ 120,000։ Կենսաթոշակառու, տեսեք, 438,000-ը այդ թվի, այս 1,94,000-ի կենսաթոշակառու, այս այլը, չգիտեմ ճիշտն ասած ինչա մեջը, 193,700։ Արձանագրենք, որ նորից սրանք մարդիկ են, որոնք աշխատուժից դուրս բնակչություն են, բայց աշխատանք չեն փնտրում, այս հետ է։ Հիմա ստացվում է մենք ստեղ գործ ունենք այս մյուս թվի հետ, 182,000 գործազուրկ, զբաղվածների մեջ ինչն է մտնում։ Զբաղվածի մեջ մտնում է Հայաստանում զբաղվածներ, աշխատանքային էմիգրանտներ։ Այս էմիգրանտը Հայաստանից դուրս որ գնում աշխատում են, այդ մարդիկ են 30,400։
Ինչու է այստեղ գրանցված, որտեղ հələ Հայաստանի ռեզիդենտ են, այսինքն տարվա մեջ կարող 3-4 ամիս է գնում աշխատում է գալիս է հիմնական, բայց Հայաստանում է լինում։ Հայաստանում զբաղվածները այս 1.156.300 մարդն է, սրա մեջ մտնում է ֆորմալ զբաղված եւ ոչ ֆորմալ։ Ֆորմալ զբաղվածը այն մարդիկ են, որ պայմանագրերով այս 804.000-ը գրանցվածն են եւ ֆորմալ աշխատանքի մեջ են։ Ոչ ֆորմալի մեջ է մտնում նաեւ գյուղատնտեսական, այսինքն մարդը իր տնտեսությունն է վարում, գյուղացիակով ապահովում, չգիտեմ, այլ անասուն է պահում, դաշտն է իր բերքը աճեցնում։ Այս բոլոր թիվը, այս ամբողջ թիվը տեղ է, այսինքն այս տեսեք, հեսա ոչ գյուղատնտեսական, կեսը մոտ 200.000-ը գյուղատնտեսական է, 151.000-ը ոչ գյուղատնտեսական։ Այս զբաղվածները ստացվում է, որ մենք ստեղ գործ ունենք, ընդամենը գործազուրկ մարդ կա երկրում այս պահին, 182, այս պահին ասած 24 թվին, դրանից հետո կարող այս թիվը փոխված է լինի, հələ պաշտոնական հրապարակում չկա։ Գործազուրկների թիվը 182.000 մարդ է։ Այսինքն 300.000, երբ ասում ենք աշխատատեղ պետք է ստեղծվի, պետք է հասկանալ, այս գործազուրկները 182.000, սրանից ավել այդ 120.000-ը ինչ թիվ է, հիմա ստեղ տեսեք այլ կար, ստեղ մի բան ասեմ, որ աշխատուժից դուրս բնակչության մեջ նաև այն թիվն է, որը 190.000 հանած այդ 190.000 կարգավիճակ ունեցողներից, այսինքն հաշմանդամություն ունեցողները 190.000 թիվ է պաշտոնական Հայաստանում, այս 1.94.000-ի մեջ մտնում են այդ հաշմանդամ ունեցող բոլոր այն մարդիկ, որոնք չեն աշխատում, ասենք աշխատունակ չեն, որտեվ եթե աշխատում է, ասենք մարդիկ կան, ինքներդ տեսել եք, բայց դրանք շատ փոքր թիվ են կազմում, էլի։ Հիմա այս այլը հնարավոր է ներառի նաև այդ մարդկանց, այսինքն ստեղ ըստ էության, օրինակ այս տնային տնտեսություն վարողներից քիչ մարդ է հնարավոր բերել աշխատուժի շուկա։ Մի հետաքրքիր աղյուսակ էլ ստեղ կա, սա էլ ցույց տամ, գծապատկեր, տեսեք, ուրեմն ստեղ 15-ից 29 տարեկան բնակչության շրջանում աշխատանքային ռեսուրսը 523.000 է, էլի 24 թվի տվյալն են։ Աշխատուժը 246, աշխատանքից դուրս բնակչությունն է հետաքրքիր, քանի որ սրանք այն մարդիկ են, որոնցից հիմնականում հնարավոր է ինչ-որ աշխատատեղ ստեղծել, որտեղ գործազուրկը քիչ է, տեսեք, աշխատուժի մեջ ներառված է զբաղված եւ գործազուրկը 53.000 ընդամենը այս 15-ից 30, այսինքն 29 տարեկան հասակին։ Եվ այստեղ տնային տնտեսություն վարող 49.600 մարդ կա, սա նշածս հենց այն մարդիկ են ամենայն հավանականությամբ, որոնք եթե օրինակ ավելի հավանական է, որ երեխա պահելով են զբաղված, այլ ոչ թե ուղղակի չեն ուզում աշխատել, տանում են, հա։ Ստեղ նույնիսկ տեսեք կա կենսաթոշակառու, այսինքն հաշմանդամություն ունեցող, խնդիր ունեցող մարդիկ են։ Այս այլը էլի ստեղ կարծեմ պարզաբանված չի ինչ են։ Այսինքն այս տվյալները, որ պաշտոնական նայում ենք, հասկանում ենք, որ Հայաստանի առկա ռեսուրսներով, աշխատանքային ռեսուրսներով հնարավոր չի 5 տարվա մեջ կամ այլ կերպ ասեմ, իրատեսական չի 5 տարվա մեջ 300.000 նոր աշխատատեղ ստեղծել։